Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարի երեկո, օրվա իրադարձությունները նախամարոտ։ Մոսկվան իր բոլոր խնդիրները դրել է մի կողմ եւ ամբողջությամբ լծվել Հայաստանի քննադատությանը։ Ռուսաստանյան բարձրաստիճան պաշտոնյաները ամենօրյա ռեժիմով հանդես են գալիս նույնաբովանդակ հայտարարություններով։ Հերթականը հնչել է արդեն Վլադիմիր Պուտինի շուրթերով։ Ռուսաստանի նախագահի հայտարարությունները։ Հայաստանում համազգային հանրաքվե պետք է անցկացվի Եվրամիությանը միանալու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում մնալու հարցով։ Հայտնի է Աստանայում ԵԱՏՄ հանդիպումից հետո ընդունված համատեղ հայտարարության բովանդակությունը։ Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդանական ընտրությունները վերածվում են ոչ միայն ներքաղաքական պայքարի, այլև երկրի ինքնիշխանության եւ արտաքին կողմնորոշման շուրջ լուրջ դիմակայության։ Reuters-ի եւ Insider-ի հրապարակած տվյալների համաձայն Ռուսաստանը վերջին շաբաթներին ակտիվացրել է Հայաստանի ընտրական գործընթացի վրա ազդելու ջանքերը։ Մայիսի 29-ին Աբովյանում անցկացվել է ուժեղ Հայաստան կուսակցության նախընտրական հերթական հանրահավաքը։ Քարոզարշավին զուգահեռ շարունակվում են քննարկումները կապված քաղաքական այս ուժի վարչապետի թեկնածուի իրավական կարգավիճակի, ընտրակաշառքի վերաբերյալ հրապարակված քրեական վարույթների հետ։ Երեք դաժան սպանություն է տեղի ունեցել Երևանում, Արաբկիրում։ Ըստ ստացված տեղեկությունների սպանել են 60-ամյա կնոջ 20-ից ավելի դանակի հարվածներ հասցնելով։ Շաբաթվա քրեական քրոնիկոնը։ Ջերմուկը կրկին դարձել է համաշխարհային շախմատի կենտրոն։ Այստեղ մեկնարկել է Ստեփան Ավագյանի ուշամրցաշարը, որն արդեն վաղուց դարձել է հայկական շախմատի այցեքարտերից մեկը։ Մոսկվան իր բոլոր խնդիրները դրել է մի կողմ եւ ամբողջությամբ լծվել Հայաստանի քննադատությանը։ Չնայած Ռուսաստանում քաջ գիտակցում են, որ Հայաստանը ներկայում չի կարող անդամակցել Եվրամիությանը, ավելին ամենաբարձր մակարդակով քանիսս հայտարարել է, որ չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, սակայն Հայաստան-Եվրոպական միություն զարգացող հարաբերություններն օգտագործվում են մեր երկրի վրա ճնշում գործադրելու համար։ Ռուսաստանյան բարձրաստիճան պաշտոնյաները ամենօրյա ռեժիմով, սահող գրաֆիկով հանդես են գալիս նույնաբովանդակ հայտարարություններով, բայց այսքանը երևի բավարար չէր եւ խրախճանքին երեք միացավ նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը։ Նա Աստանայում ԵԱՏՄ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում անդրադառնալով միությունից Հայաստանի հնարավոր դուրս գալու հավանական հետևանքներին հայտարարել է, թե Ռուսաստանը ստիպված կլինի դադարեցնել Հայաստանի հետ ինտեգրացիոն գործընթացների հետ կապված գրեթե բոլոր տնտեսական աշխատանքները, եթե հանրապետությունը շարունակի իր ուղին դեպի Եվրոպական միություն։ Հայաստանի համար էներգակիրների գների աճը կհանգեցնի նրա ՀՆԱ-ի առնվազն 14%-ի կորստի։ Եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, կբախվի տրանսպորտային փոխադրողների նկատմամբ ավելի խիստ պահանջների եւ երկաթուղային փոխադրումների սակագների աճի հետ։ Բացի այդ, Ռուսաստանում գտնվող նրա քաղաքացիները կենթարկվեն սովորական միգրացիոն պահանջներին, նրանք պատրաստ կլինեն ստանալ արտոնագրեր, ասել է Կրեմլի ղեկավարը։ Հաշվի առնելով, որ Հայաստանում նախընտրական շրջան է, Պուտինը Հայաստանի կառավարության այսպես ասած զգուշացնելուց հետո հիշել է, որ Ռուսաստանի եւ Հայաստանի ժողովուրդները դարեր շարունակ կապված են բարեկամության եւ հատուկ հարաբերությունների կապերով եւ ընդգծել է, որ Եվրամիությանը մերձանալու Հայաստանի որևէ որոշում չի վնասի Ռուսաստանի հետ նրա հումանիտար կապերին, բայց նաև հավելել է, ես Փաշինյանին ասել եմ այն ամենը, ինչ լավ է հայ ժողովրդի համար, ընդունելի կլինի նաև Ռուսաստանի համար, բայց Ուկրաինայում ճգնաժամն էլ հենց դրանից սկսվեց։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի, Բելարուսի, Ղազախստանի եւ Ղրղստանի նախագահները Աստանայում ԵԱՏՄ հանդիպումից հետո համատեղ հայտարարություն են ընդունել փոխանցել այն Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին Երևան բերելու համար։ Հայտարարության ընդունումից ժամեր անց հրապարակվեց այն։ Հայտարարությունում նշվում է, որ հնարավորինս սեղմ ժամկետում Հայաստանը համազգային հանրաքվե պետք է անցկացնի Եվրամիությանը միանալու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում մնալու հարցով։ Քանի որ Հայաստանի կողմից Եվրամիությանն անդամակցելուն ուղղված քայլեր են իրականացվում, ապա Բելարուսի, Ղազախստանի, Ղրղստանի եւ Ռուսաստանի ներկայացուցիչները այս տարվա դեկտեմբերին կանալիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի հերթական նիստում կզեկուցեն Հայաստանի նկատմամբ միության պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների մասին։ Իդեպ Ռուսաստանը ավելի առաջ է գնացել եւ որոշել է դեսպան Կոպիրկինին կանչել Մոսկվա խորհրդակցություններ անցկացնելու Եվրոպական միության հետ մերձեցման ուղղությամբ Հայաստանի ղեկավարության քայլերի հետ կապված։ Հարկ է նկատել, որ Ռուսաստանի կողմից իրականացվող քայլերը եւ այնտեղից հնչող հայտարարությունները կոշտանում են Հայաստանում խորհրդանական ընտրության օրը մոտենալու զուգընթաց։ Սպասենք նոր հիստերիայի, նոր դրսևորումների, նոր պոռթկումների։ Փաստորեն Հայաստանում հունիսի 7-ին կանալիք խորհրդանական ընտրությունները վերածվում են ոչ միայն ներքաղաքական պայքարի, այլև երկրի ինքնիշխանության եւ արտաքին կողմնորոշման շուրջ լուրջ դիմակայության։ Reuters-ի եւ Insider-ի հրապարակած տվյալների համաձայն Ռուսաստանը վերջին շաբաթներին ակտիվացրել է Հայաստանի ընտրական գործընթացի վրա ազդելու ջանքերը, փորձելով խոչընդոտել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերընտրմանը եւ պահպանել Մոսկվայի նվազող ազդեցությունը Հայաստանում։
Հայաստանի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններն աստիճանաբար վերածվում են ոչ միայն ներքաղաքական պայքարի, այլև Հայաստանի ինքնիշխանության եւ արտաքին կողմնորոշման շուրջ լուրջ դիմակայության։ Reuters-ի տվյալներով Ռուսաստանը վերջին շաբաթներին ուժեղացրել է ջանքերը գաղտնի խոչընդոտելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտրվելուն, մտահոգվելով, որ նրա հաղթանակը կարող է վերջնականապես ամրագրել Հայաստանի հեռացումը Մոսկվայի ուղեցրից եւ մերձեցումը արևմուտքի հետ։ Տարիներ շարունակ Հայաստանը դիտարկվել է որպես ռուսական ազդեցության գոտումաս, սակայն վերջին շրջանում Երևանը փորձում է դիվերսիֆիկացնել իր անվտանգային տնտեսական եւ արտաքին քաղաքական կապերը, զարգացնելով հարաբերությունները Եվրոպական միության, Միացյալ Նահանգների եւ ՆԱՏՕ-ի հետ։ Հենց սա է ըստ արևմտյան աղբյուրների առաջացրել Կրեմլի կոշտ հակազդեցությունը։ Ռուսաստանի գործելակերպը նոր չէ, երբ Մոսկվան կորցնում է քաղաքական վերահսկողությունը, գործի է դնում ճնշման 5 գործիքակազմը՝ գազ, շուկա, տնտեսական սահմանափակումներ, քարոզչական գրոհ եւ ներքաղաքական միջամտության փորձեր։ Վերջին օրերին Ռուսաստանից հնչում են ակնարկներ, որ Հայաստանը կարող է զրկվել էժան գազից, իսկ հայկական ապրանքների, մրգերի, բանջարեղենների, ծաղիկների եւ կոնյակի մուտքը ռուսական շուկա կրկին հայտնվել է սահմանափակումների տակ։ Սա դժվար է դիտարկել միայն տնտեսական որոշումների տրամաբանությամբ։ Ժամանակագրությունը չափազանց խոս ունի։ Քարոզարշավի ընթացքում Մոսկվան փորձում է հայ ընտրողին հիշեցնել, եթե չընտրեք մեզ հարմար իշխանություն, կպատժվեք։ Reuters-ի աղբյուրների համաձայն Ռուսաստանի նախընտրելի քաղաքական դեմքը միլիարդատեր Սամվել Կարապետյանն է, որը ներկայացվում է որպես ուժեղ Հայաստան կուսակցության վարչապետի թեկնածու։ Reuters-ը հրապարակել է տեղեկատվություն նաև Ռուսաստանում բնակվող հայերին Հայաստան տեղափոխելու հնարավոր ծրագրի մասին։ Ըստ աղբյուրների, ռուս պաշտոնյաները քննարկել են Ռուսաստանում բնակվող հայերին Հայաստան ուղարկելու տարբերակը, որպեսզի նրանք քվեարկեն Փաշինյանի դիմախոսների օգտին։ Քանի որ արտերկրից քվեարկություն հնարավոր չէ, դիտարկվել է ընտրողներին ֆիզիկապես Հայաստան բերելու տարբերակը։ Reuters-ի տվյալներով հաշվարկվել է մոտ $50 միլիոն, շուրջ 100,000 ընտրող տեղափոխելու համար։ Նույն աղբյուրը նշում է, որ Կրեմլում նույնիսկ սահմանվել են քվոտաներ, թե Ռուսաստանի որ տարածաշրջանից քանի հայ պետք է ուղարկվի Հայաստան։ Reuters-ը սակայն չի հաստատել, ծրագիրն արդեն գործի դրվել է, թե մնացել է քննարկման փուլում։ Եթե այս տեղեկատվությունը հաստատվի, ապա գործ կունենանք ոչ թե սովորական նախընտրական քարոզչության, այլ Հայաստանի ընտրական գործընթացի վրա արտաքին ազդեցության կազմակերպված փորձի հետ։ Ռուսական ազդեցության երկրորդ ուղղությունը տեղեկատվական պատերազմն է։ The Insider-ի հետաքննության համաձայն Հայաստանի ընտրություններից առաջ Կրեմլին առնչվող կառույցները գործի են դրել ապա տեղեկատվական հարթակների եւ կեղծ լրատվամիջոցների ցանց։ Դրանցից մեկը Երևանն առաջինը նախագիծն է, որն ըստ հետաքննության նախատեսված է եղել Ռուսաստանի հայկական համայնքների եւ Հայաստանի ռուսախոս լսարանի վրա ազդելու համար։ Նախագծի հիմնական ուղերձը պարզ է. Հայաստանը իբր կարող է անվտանգ եւ բարեկեցիկ լինել միայն Ռուսաստանի հետ սերտ դաշինքի եւ նրա հովանավորության ներքո։ Սա 5 կայսերական բանաձև է։ Հայաստանը ներկայացնել ոչ թե որպես ինքնուրույն պետություն, այլ որպես մի երկիր, որը չի կարող գոյատևել առանց Մոսկվայի պաշտպանության։ Սակայն նույն Մոսկվան 2020 եւ 2023 թվականներին ցույց տվեց, թե ինչպիսին է իր պատկերացրած պաշտպանությունը, երբ Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը հայտնվեց իրական սպառնալիքի առաջ։ The Insider-ը նաև բացահայտում է, որ այս քարոզչական նախագծերի հետևում կանգնած են ռուսական քաղաքական տեխնոլոգիաների եւ մեդիա գործիչների խումբ, այդ թվում սոցիալական ձևավորման գործակալությունը։ Այս կառույցը ներկայացվում է որպես Կրեմլի քարոզչական նախագծերի գլխավոր կատարողներից մեկը։ Այն զբաղվել է կեղծ լրատվամիջոցների ստեղծմամբ, ապա տեղեկատվության տարածմամբ, սոցիալական ցանցերում արհեստական քննարկումների ձևավորմամբ եւ տարբեր երկրներում հասարակական կարծիքի մանիպուլյացիայով։ Սա նշանակում է, որ Ռուսաստանը Հայաստանի ընտրություններին մոտենում է ոչ թե գործընկեր երկրի հանդեպ հարգանքով, այլ նախկին գաղութային տրամաբանությամբ։ Մոսկվան չի կարողանում ընդունել, որ Հայաստանը կարող է ինքնուրույն որոշել իր ապագան։ Այդ պատճառով էլ գործի են դրվում ճնշման, վախեցման, տնտեսական պատժի եւ տեղեկատվական մանիպուլյացիայի մեխանիզմները։ Բայց հայ ընտրողը պետք է հստակ հասկանա, առաջիկա ընտրությունները Հայաստանի պետականության հարցն է։ Հարցն այն է, թե ով պետք է որոշի Հայաստանի ապագան՝ Հայաստանի քաղաքացիները, թե Կրեմլի աշխատասենյակում գծված սցենարները։ Հունիսի 7-ի ընտրությունները հետևաբար միայն իշխանություն ձևավորելու գործընթաց չեն, դրանք նաև պատասխան են մեկ կարևոր հարցի. Հայաստանը շարունակելու է քայլել սեփական պետական շահի ճանապարհով, թե կրկին թույլ է տալու, որ իր ապագա քարտեզը գծեն Մոսկվայում։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Թողարկման այս հատվածում էլ շաբաթվա կարևոր եւ ուշագրավ իրադարձությունները քննարկել է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանի հետ։
Բարի երկու պարոն Կարապետյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Միասին փորձել ենք ամփոփել աշխարհում տեղի ունեցող բուրըն զարգացումներն ու իրադարձությունները եւ այս համատեքստում Հայաստանի դերն ու նշանակությունը։ Տեսեք, աշխարհում կարծես լույսի արագությամբ տարատեսակ բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունենում եւ ժամանակին, ինչպես ասում են, բոլոր ճանապարհները տանում էին Հռոմ, հիմա բոլոր ճանապարհները տանում են Պեկին։ Հռոմում էր, չէ՞, այն ժամանակ, հա, մեր պատմաբանները ավելի լավ կասեն։ Բոլոր կարևոր փաստաթղթերն էր ստորագրվում, բոլոր պետությունների Աշխարհի կենտրոնը։ Այո, կարծես դարձել է Պեկինը։ Միացյալ Նահանգների նախագահը այնտեղ էր, որից հետո Ռուսաստանի Դաշնության նախագահն էր այնտեղ։ Ինչ է կատարվում այս ամբողջը, երբ որ հա վերցնում ենք եւ լեգոն հավաքում ենք, ինչ ենք ստանում։ Դե տեսեք, ընդհանրապես Ասիա աշխարհամասում է, որովհետեւ ԱՄՆ պետքարտուղարն էլ Հնդկաստանում էր եւ շատ դեպքերում հիմա այն իրադարձությունները, որը տեղի են ունենում անգամ Մեծավոր Արևելքում, հա, եւ առհասարակ արաբական ծովացոցում, դա էլի Ասիա աշխարհամասն է, հետեւաբար աշխարհում բուրըն զարգացումները լինի դրական թե բացասական եւ հարցերի լուծման այսպես տեղը, որ հարթակը տրամադրում, կարծես այո ճիշտ եք նշում, շատ կարեւոր հանդիպումներ են տեղի ունեցել երկու հեգեմոն գերտերություններ, որոնք որ տնտեսապես իրար հանդեպ միշտ կամ դեմպինգ են անում կամ փորձում են նվաճել նոր շուկաներ, փորձում են որոշակի համաձայնություններ գալ, ինչ որտեղ դա նաև աշխարհակարգի բաժանում է, յուրովի բաժանում է տեղի ունենում եւ այստեղ հասկանալի է, որ հյուրի կարգավիճակով, երբ որ Թրամփը ժամանել է Պեկին, այնտեղ քննարկվում է այն հարցերը, որոնք որ նաև բավականին ուրեմն խրթին հարցեր են կապված Թայվանի հետ, կապված իրանական նավթի հետ, Պարսից ծոցի ավազանի հետ, հատկապես Օրմուզի հետ, տնտեսություն եւ այլն։ Եվ այս մասով կամ որոշակի պայմանավորվածություններ, ընդ որում ասեմ, եզակի դեպքն է, որ աշխարհի ուշադրության եւ ԶԼՄ-ների ուշադրության աղբյուրում ու կիզակետում, բայց շատ բաներ չեն ճակերտներ բացում։ Տպավորություն է, որ հետկուլիսային որոշակի պայմանավորվածություններ կան, որոնց մասին ժամանակը ցույց կտա, թե ինչպիսի պայմանավորվածություններ ձեռք են։ Գլոբալ այո, դա ինչ որտեղ աշխարհի վերաբաժանման, իրենց մասով, իրենց հայեցակարգերի, այսպես սիմետրիկության կամ զուգորդման, այսպես հարթակ էր որպես այդպիսին, Ռուսաստանի մասնակցությունը որպես այդպիսին կարելի էր դիտարկել այդ համատեքստում, բայց քանի որ Չինա-ռուսական հարաբերությունները բավականին բարեկամական են եւ ռազմավարական կարեւորություն է տրված դրանց, ես ավելի քան վստահ եմ, որ Ռուսաստանի հետ իրենք հստակ արդեն ունեն իրենց պայմանավորվածություններ եւ այստեղ արդեն ամերիկյան դիրքորոշում, ամերիկյան մոտեցումներ եւ այդ համատեքստում ինչ որ կոնսենսուսի գալու խնդիր կար, որը որ արվել է արդեն։ Ես մի փոքր մեջբերում եմ ուզում անել Պուտին Սին Ցինփին հանդիպումից, այսպեսի մի հայտարարություն հնչեց Չինաստանը եւ Ռուսաստանը կկատարելագործեն գործակցության մեխանիզմներ եւ կամրապնդեն երկու երկրների զինված ուժերի միջև փոխգործակցությունը։ Սա բավականին լուրջ մեսիջ է, ինչ է իր մեջ։ Այսինքն իր մեջ պարունակում է ռազմավարական համագործակցության համատեքստում ռազմական համագործակցություն, այսինքն այն կոմպոնենտը, որը գնում է համատեղ անգամ զորավարժություններ, սպառազինություն, այսինքն իրանք իրար մեջ ոչ թե սպառազինության մրցավազք են դնում հիմնավոր, այլ իրենք իրենց մեջ դնում են զրո խնդիր իրար հետ, որպես հարևաններ, ցամաքային կապ ունեցող հարևաններ, արտաքին թշնամու տեղ համատեղ գործելու հնարավորություն, ընդ որում այդ մասը ամենակարևորն է, որովհետև այս մասով նրանք իրոք դաշնակիցներ են, որովհետև Ռուսաստանի եւ Չինաստանի միջև չկա երրորդ մեկ այլ պետությունը, որը որ խոչընդոտի խանգարի այս համատեքստում համագործակցությանը մեկ եւ երկրորդը իրենք իրենց արտաքին թշնամիներին ու թշնամիները մի քիչ ճակերտավոր մասում տեսնում են մեկ հարթության մեջ, այսինքն այս մասով կա բացարձակ կոնսենսուս, որ իրենք կարող են համատեղ համագոյակցել ռազմական ոլորտում, ընդ որում եթե անգամ սպառնալիքներ լինի, օրինակ Ճապոնիայից, Միացյալ Նահանգներից, մեկ այլ երկրից, հա, ցանկացած երկրից։ Այս պարագայում նրանք կառուցում են համատեղ ռազմական համագործակցության մի վահան, որը որ ցանկացած պարագայում, ինչպես մենք ունենք իհարկե որոշ դեպքերում դա չի գործում, 97 թվականի պայմանագրի մասին խոսքը երկկողմ հարաբերություն։ Այս պարագայում ավելի քան վստահ եմ, որ եթե նման ինցիդենտներ տեղի ունենան, ավելի քան վստահ եմ, որ դրանք կյանքի կկոչվեն։ Հիմա իրենց մոտ այդ մոդելը ստացվել է, կմախքը ստացվել է, պայմանավորվածություններ կան։ Եթե տեսնենք այն հանգամանքը, որ արդյոք իրենք պայմանագրաունակ են այդ ամեն ինչ այդ նաև կյանքի կոչելու, եթե որևիցե մի երկրի հանդեպ լինի արտաքին վտանգ, ապա ուրեմն կարելի ասել, որ այդ մոդելը կաշխատի։
Տեսեք, պարոն Կարապետյան, Պեկինյան հանդիպումից հետո կարծես շատ բան փոխվեց։ Հա, Տրամպի խոսույթը փոխվեց, Իրան Միացյալ Նահանգներ հարաբերությունների մեջ կարծես ինչ որ մի հատ հաշտեցման թել է երևում, եզր է երևում, թեպետ Միացյալ Նահանգները իր մասով է ասում, ես եմ լավ տղա, Իրանն ասում է իր մասով։ Եվ նաև այստեղ Ռուսաստանի Դաշնությունը ավելի սկսեց կտրուկ գործողություններ անել եւ Ուկրաինայի մասով եւ մյուսների մասով, այսպես ասած։ Հիմա մենք տեսնում ենք, որ նույն Սին Ցինփին փորձում է երկու կողմերի հետ բալանսավորված քաղաքականություն վարել, բայց արդյունքում որևէ բան սայլը տեղից չի շարժվում, հա, Կարապի խեցգետնի այդ բանն է։ Ինչն է խնդիրը։ Նախ շատ ճիշտ եւ տեղին բառ օգտագործեցիք, Սի Ցինփինը այս պահին բալանսավորված քաղաքականությունն է վարում եւ կարծես այսպես օղակ է, որը որ փորձում է զսպել ուժերը, այս մրցակցություն եւ ուժեր, երկու գերտերություն եւ ոչ միայն երկու, առհասարակ ասեմ ավելին, միջինասիական երկրների մասով լինի, արաբական երկրների մասով լինի, անգամ տեսեք, այ ասում եք Թրամփի խոսույթը փոխվել է, անգամ տեսեք պաշտոնապես հայտարարություն հնչեց, որ 300 միլիարդ դոլար պատրաստակամություն կա տրամադրելու իրանական կողմին, համատեղ համագործակցելու, այսինքն պատերազմի ամբողջ բովանդակությունն ու բնույթը փոխվում է, այսինքն ինչ որտեղ նաև կարող ենք ընդունել, որ Միացյալ Նահանգները ընկրկում է, այսինքն ռազմականից վերածվում է արդեն հետա վերադառնում բանակցային փուլ, եւ դա խոսում է այն մասին, որ այո, արտաքին ուրեմն այլ ուժերը, տվյալ դեպքում աշխարհաքաղաքական լուրջ կենտրոնները, ինչպես Պեկինը, ազդում է այդ որոշումների վրա։ Եթե անգամ չի ազդում, ապա ասենք անունը տնենք սթափություն, անունը տնենք խոհեմության հարտակ է բերում եւ հասկանալի է, չէ, որ Միացյալ Նահանգներն էլ է գիտակցում, որ խնդիրներ են ստեղծում իր իսկ պետության եւ ժողովրդի համար, որի առաջ վաղը միսօր պատասխանություն է կրում այս մասով։ Եվ այս մասով հասկանալի է, որ այս պատերազմը իրենց համար օգուտ չի բերում։ Հետևաբար տնտեսական կոլապսն էլ իր հերթին, ճգնաժամը իր հերթին բերում է նրան, որ գալու էր մի օրը, որ այ մենք լսելու ենք այս խոսույթը, որ այո, իրենք համաձայնության են գալու, ընդհուպ մինչև 300 միլիարդ դոլար ներդրման անվան տակ Իրանի հետ գալ որոշակի համաձայնության։ Ընդ որում հենց հաջորդ օրը Իսրայելը փոխում է իր հայեցակարգը համատեղ ուրեմն սպառազինության որոշակի արտադրությունների մասով։ Հետևաբար սա խոսում է, որ ոչ թե սեպ է խրվել Իսրայելը իր ամերիկյան հարաբերություններում, այլ դիվանագիտությունը հաղթում է բանականությունը եւ դիվանագիտությունը հաղթում է ուժին սպառնալիքին արտաքին միջամտության։ Այո, որը որ պետք էր եւ ստացվեց։ Շատ լավ, անդրադառնանք մեր տարածաշրջանին, մասնավորաբար Հայաստանին։ Տեսնում ենք Ռուսաստանի Դաշնությունից հնչող հայտարարություններ, կոշտ հայտարարություններ բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերից, բարձրաստիճան պաշտոնյաների կողմից երեկ էլ Աստանայում, հա, Պուտինը հայտարարեց, որ ԵԱՏՄ մնալ չմնալու հետ կապված բազմաթիվ խնդիրներ են լինելու։ Ինչ ռիսկեր կա մնալ չմնալու մասով։ Խնդրեմ ձեզ։ Տեսեք, ես բավականին բովանդակալից հարցազրույց եմ տվել այդ մասով, առհասարակ ԵԱՏՄ-ից դուրս գալը ինչ է բերում օգուտներ եւ վնասներ, բոլոր ընդ որում անաչառ անկողմնակալության սկզբունքից, բայց որբիսի փորձեմ մաքսիմալ հագեցնել ձեր հարցին պատասխանել, հետեւյալ պատկեր ունենք։ Նախ այո, հնչում են եւ չափավոր շանտաժի եւ ինչ որտեղ նաեւ ուլտիմատումի լեզվապաշարով, հա, բայց փաստացի հանուն արտարության, եթե խոսում ենք, ինչ այսպես հավանական ռասկլադ կա, տեսեք, հայտնի 12 րոպեանոց Պուտինյան ուրեմն մեկնաբանությունը ռուս լրագրողին, երբ որ հատ առ հատ, կետ առ կետ նշեց ինչ է տուժում Հայաստանը, ինչ է շահում, եթե շահում է որպես այդպեսին, ընդ որում այսպես խաղաղագնդակը թողեց Հայաստանի դաշտում, ասաց, որ դուք եք որոշում, հայ ժողովուրդն է որոշում լավագույն տարբերակով չմիջամտելով ձեր ներքին գործերին, դուք որոշեք հնդրակվեով եւ այլն։ Հաստատի տեսեք, այսպեսի մի պատկեր ունենք։ Երկար տարիներ լինելով ԵԱՏՄ անդամ երկիր եւ հիմնադիր երկիր նաեւ հասկանում ենք, չէ, որ մեր ամբողջ տնտեսական կապանքները, կապերը, ինչպես ուզում եք այդ բառը օգտագործենք, հա, տնտեսական կապեր, լավ էսպես ասեմ, փոխկապակցված է մասնավորապես Ռուսաստանի Դաշնության հետ։ Հետևաբար մեր առաջի շուկան այնտեղ է։ Մենք հիշում ենք, որ ինչպիսի բավականին գրավիչ միլիոնավոր դոլարների գրավիչ թվերի մասին են խոսում, երբ որ ապրանքաշրջանառության մասին են խոսում, որպես սպառող շուկա, որպես ձեռքբերող շուկա։ Ինչ խոսք շատ բարդ վիճակ է, որովհետև ստացվում է, որ երկընտրանքի առաջ են կանգնեցրել ինքներս մեզ, Եվրոմիություն թե ԵԱՏՄ, եւ այստեղ հասկանալի է, որ որքան էլ այդ շանտաժ ուլտիմատում որոշակի կա այդ իրենց խոստում, բայց հանուն արտարության կա նաեւ հստակություն, մարդիկ ասում են եղբայր, կողմնորոշվեք,
Այն երկու նստարանների նստելու քաղաքականությունը այս պարագայում չի անցնում, դրանք տնտեսական միավորներ են, պետք է հստակեցում անգամ հիմնավորում է, այդ բոլոր հնարավոր տարբերակներով, թե ինչի չի կարող համատեղություն լինել, որովհետև դրանք առանձին կառույցներ են, որոնք տնտեսական ֆորմատը լրիվ այլ է ու չի համընկնում իրար հետ։ Այսինքն դու չես կարող անունը դնել, որ ես ինքնիշխան ինքնուրույն պետություն եմ, բայց լինել երկու առանձին տնտեսական միավորումների մեջ, այդ մեկ։ Երկրորդ հանգամանքը, այստեղ կա հետևյալ խոսույթը, տեսեք։ Հիշում եք, հայտնի խոսույթի մեջ պատտվում էր, ասում էր մենք սառեցնում ենք մեր հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ, հիշում եք։ Այո։ Մենք էլ ենք միասին արձանագրել, որ քաղաքական նման կատեգորիա հասկացություն չկա սառեցնել։ Կամ դուրս ես գալիս, կամ մնում ես։ Հիմա եթե մենք այդպիսի կամք չունեցանք, որ որոշում կայացնենք ՀԱՊԿ-ից դուրս գալու եւ մնում ենք ՀԱՊԿ-ում, անկախ նրանից, որ մենք դժգոհ ենք այդ կառույցի աշխատանքներից, ՀԱՊԿ-ի կանոններին պիտի ենթարկվենք։ Ապրեք, ստացվում է Հայաստանը ինչքան էլ խոսում է Եվրոմիություն գնալու եւ այլն, բայց այսօր մենք մաքսային միության անդամ ենք, ՀԱՊԿ-ի անդամ ենք, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները, ամեն ինչը ու պահպանվում է ու գոհ են, երկուստեք գոհ են այդ ցուցանիշներից։ Բայց այստեղ ուրիշ խնդիր է առաջ գալիս։ Իրենք ասում են, դե եթե դուք նման պատասխան եք, այսպես դիվանագիտական հնարքներով պատասխան եք մեզ տալիս, մենք էլ համարժեք պատասխանը տալիս ենք ձեզ նաև։ Լավ, մենք մեր կանոնադրությամբ ԵԱՏՄ-ի իրավունք չունենք, նման վերապահում չկա, անգամ կոնսենսուսի արդյունքում Հայաստանը որպես երկիր դուրս թողնել այդ կառույցից։ Այսինքն, որպես այդպիսին, անդամակցությունը բացառապես մեր մենաշնորհն է որոշելու մնում ենք, թե դուրս գալ։ Սովորաբար այսպիսի ուլտիմատումների արդյունքում է, որ երկիրը ինքնակամ որոշում է դուրս է գալիս, թե ոչ, որտեղ ուրիշ լծակ, ուրիշ մեխանիզմ գործիքակազմ չկա երկիրը դուրս հանելու, այդ ֆիքսենք։ Բայց այստեղ իրենք ուրիշ բան են ասում։ Իրենք ասում են, մենք չունենք այդ հնարավորությունը, բայց մենք էլ մեր հերթին ենք սառեցնում մեր հարաբերությունները Հայաստանի հետ։ Այսինքն պատկերացնում եք, չէ՞, մի իրավիճակ, այնպես ինչպես բումերանգայինով մենք ենք ասում ՀԱՊԿ-ի մասով։ Այսինքն եթե չենք կարող հանել, ձեզ սառեցնում ենք հարաբերությունը։ Այդ սառեցումը ես ձեզ վստահեցնում եմ, այդ տեսնում ենք, չէ՞, ծաղիկների պահը, լարսի բանջարեղենի, մրգի բանջարեղենի, կոնյակի, ջերմուկի, այդ ամեն ինչը հասկանում եք, չէ՞, միլիարդավոր դոլարների վնասը տեղի ունենում հատկապես մեր տնտեսվարողի համար։ Նույնիսկ ասեցին գազի գնի մասին, գազի գինը, մարդիկ ուղիղ ասում են գազի գինը, ընդ որում հեղուկ գազը եւ բնական գազի մասով ասեցին։ Խնդիր է առաջանում, եղբայր դու ստանում ես 170 քանի դոլարով, հիմա մենք եվրոպական ինքնարժեքով կհաշվենք 500-ից 600 դոլար։ Հետևաբար ով է տուժում, հայ ժողովուրդն է տուժում։ Այստեղ ասում են մենք ունենք երկրորդ ալտերնատիվ, մենք կգտնենք տարբերակ, այդ գազի հույսին չենք մնացի։ Ես էլ ասում եմ եղբայր, ցույց տվեք երկրորդ ալտերնատիվ տարբերակը, եթե դուք պետք է Իրանը նշեք, ցավոք դա քաղաքական ոտաբոբիկություն է, այսօր չեն կարող մենք այդ ծավալների ու ընդհանրապես խողովակաշարերը խնդիր կա եւ այլն։ Եթե դուք ի նկատի ունեք Ադրբեջանի հետ համագործակցության շրջանակներում համատեղ էներգոռեսուրսների, էլի հիմա հասկանալ է, չէ՞, որ երբ որ դու քո պետությանը տանում ես այդ հստակ կողմնորոշման անկյունագծին, դու պետք է ունենաս քո, այսպես ժողովուրդը կասի, զապաս տարբերակները։ Հիմա դու ինչ ունես դրան փոխարինով, որովհետեւ դու թույլ տաս, այդպես ասած, լեզուդ երկարացնես կամ չընկրկես կամ անունը դնենք այսպիսի խոսույթին հագախոսույթով հանդես գաս։ Հիմա հասկանում ենք, որ այստեղ շատ լուրջ խնդիր է դրված եւ Ղազախստանում տեղի ունեցած երեկվա ուրեմն կակատնաժողովը եւ համատեղ որոշումը հստակ էր, այնտեղ այս շատ ասում է soft power-ի կիրառում էր, փափուկ լեզվով մեզ ասում էին, որ հարգելի հայ ժողովուրդ, ընդ որում դա ավելի շատ կոչեր հայ ժողովրդին, կողմնորոշվեք, դուք ունեք ժամանակ լավագույնը մինչև դեկտեմբեր, որովհետև հաջորդ գագաթնաժողովին նշվեց, որ իրենք վերադառնալու են ու եւ հստակեցվելու է։ Շնորհակալ եմ հանգամանալից ներկայացնելու համար։ Չնայած Ռուսաստանի Հայաստանի իշխանության վերընտրվելու դեմ քայլերին քաղաքացիական պայմանագիրը շարունակում է մեծ տարբերությամբ գլխավորել քաղաքական ուժերի վերաբերյալ նախընտրական հարցումներով կազմված ցուցակը։ Europe Elects հարթակում ներկայացվել է Briefs ընկերության կողմից IRI-ի համար արված հարցման տվյալները, ըստ որոնց վարչապետ Փաշինյանի կուսակցությունը ԿՊ-ն ունի ընտրողների 65%-ի աջակցությունը, Հայաստան դաշինքը 6%-ի, Ուժեղ Հայաստանը 12%-ի։
Մայիսի 29-ին Աբովյանում անցկացվել է Ուժեղ Հայաստան կուսակցության նախընտրական հերթական հանրահավաքը։ Քարոզարշավին զուգահեռ շարունակվում են քննարկումները կապված քաղաքական այս ուժի վարչապետի տեխնացուի իրավական կարգավիճակի, հանրահավաքների մասնակիցների թվերի եւ ընտրակաշառքի վերաբերյալ հրապարակված քրեական վարույթների հետ։ Աբովյանը պետք է լինի Երևանը բեռնաթափող քաղաքը, Աբովյանը պետք է ապրի Երևանի նման։ Աբովյանում անցկացված քարոզարշավի ժամանակ հայտարարել է Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ Մայիսի 29-ին Ուժեղ Հայաստանի քարոզարշավի հերթական կանգառը Աբովյանն էր։ Այստեղ Կարապետյանն ընտրությունները ներկայացրեց որպես ճակատագրական պայքար իշխանության փոփոխության, անվտանգային օրակարգի եւ երկրի ապագայի համար։ Մեզ պետք է մեր երկիրը որակական փոփոխություն բերենք, որ հայերը մնան, իսկ ադրբեջանցիները չգան։ Ուժեղ Հայաստանի վարչապետի տեխնացուն Սամվել Կարապետյանն է, մինչդեռ գործող իրավակարգավորմամբ այդ ճանապարհը փակ է։ Դաշինքն էլ խոսում է Սահմանադրության 148-րդ հոդվածը փոխելու անհրաժեշտության մասին։ Հենց այդ պատճառով էլ Նարեկ Կարապետյանը պետք է ունենա անցումային համակարգողի կարգավիճակ։ Ուժեղ Հայաստանն ամբողջ քարոզարշավի մեկնարկից ի վեր հասարակությանը ներկայացել է որպես արդեն հաղթած քաղաքական ուժ եւ որպես դրա վառապացույց կուսակցությունը կեղծ կառավարության նիստ է բեմադրում, սակայն մինչեւ վարչապետ ինքնահռչակվել է, պետք է հասկանալ նախ ժողովրդի տրամադրվածությունը։ Կուսակցությունը պնդում է, թե իրենց քարոզարշավները մարդաշատ են անցնում եւ մարդիկ ուզում են Հայաստանի Հանրապետության վարչապետ տեսնել Սամվել Կարապետյանին, սակայն այդ պնդումներն էլ թվերի հետ համադրելիս հաղթական չեն հնչում։ Եթե ապրիլի 11-ին Ազատության հրապարակում իրազեկ քաղաքացիների միավորումը հաշվարկել էր շուրջ 12500 մասնակից, ապա քարոզարշավի հաջորդ կանգառներում այդ հաղթական ալիքը նույն ուժով չի երևացել։ Երևանում 5650 մարդ, Աշտարակում 1280, Էջմիածնում 1740, Աբովյանում 3920, միայն համեմատաբար մեծ մարզային հավաքը Վանաձորում էր 6560 մասնակից։ Այդ ամենին զուգահեռ գրեթե ամեն օր հրապարակվում են ձայնագրություններ եւ փաստեր, որ Ուժեղ Հայաստանը ընտրակաշառք է բաժանում։ Կուսակցության ներկայացուցիչ Գոհար Մելոյանն այդ լուրերը որակել է մտածածին, հայտարարելով, թե իրենց քաղաքական ուժը կաշառք բաժանելու կարիք չունի, քանի որ մարդիկ իր ձևակերպմամբ ինքնաբերաբար են միանում իրենց։ Սակայն հերքումը դեռ փաստերի վերացում չէ։ Հակակոռուպցիոն կոմիտեն մայիսի 29-ին հայտնել է, որ Ուժեղ Հայաստանի ներկայացուցիչներն այլ անձանց հետ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով Շիրակի մարզի մի խումբ ընտրողների ընտրակաշառք են տվել։ Կոմիտեն հրապարակել է նաև ձայնագրություն։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կան ձերբակալվածներ։ Բարի լույս, մենք համ եմ գել է բերանդ որ դու ձեն ես հավատում։ Որս արավ, ես սպարելու կանչում, միլիոնը տեղել եմ։ Եվ միլիոնը քեզի տվել եմ, ուզում ես որ ես տամ ընտրել, դե բերտուս, բերմոնտը հավասար փոխում, մարդիկ բաժնում են։ Սամվել Կարապետյանը կոնկրետ փող է բաժնում։ Եթե անկեզից մենան ձյուկիս հարադադերի փող չբերեցի, Ավելին քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ մի խումբ անձինք Ուժեղ Հայաստանի հանրահավաքին մասնակցելու համար ստացել են 15000 դրամ, իսկ 2 անձ կալանավորվել է։ Բացի այդ ուշագրավ են նաև դաշինքի տեխնացուների հայտարարագրերը։ Հետքի ուսումնասիրությամբ Ուժեղ Հայաստան դաշինքի 200 տեխնացուներ միասին հայտարարագրել են շուրջ 5 միլիարդ 797 միլիոն դրամի գույք եւ դրամական միջոցներ։ Միևնույն ժամանակ տեխնացուների 24%-ը գործազուրկ է։ Հիշեցնենք, որ Հայաստանում Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները կկայանան հունիսի 7-ին։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է մայիսի 8-ին եւ կշարունակվի մինչեւ հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ, 16 կուսակցություն եւ 2 դաշինք։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Այլ թեմաներ երեք սպանություն է տեղի ունեցել Երևանում ժամը 20:20-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Հովսեփ Էմին փողոցի տներից մեկում կա դի։ Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, նշված սեփական տանը հայտնաբերվել է կնոջ դի։ Դեպքի փաստով քննչական բաժնում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ըստ ստացված տեղեկությունների 60-ամյա կնոջը սպանել են 20-ից ավելի դանակի հարվածներ հասցնելով։ Շաբաթվա քրեական քրոնիկոնը։ Ջերմուկի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքը հանձնելու վերաբերյալ սուտ մատնություն կատարած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Ներկայացված մեղադրանքում ԱԽ-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել զղջացել ջերմուկի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքը իբրև հակառակորդին հանձնելու վերաբերյալ սուտ տեղեկություն հայտնելու համար։ Պատճառաբանելով, որ գտնվելով ոչ սթափ վիճակում մասնակցել է ՆԿ-ի կողմից կազմակերպված հավաքին, որտեղ հանդիպել է ԱԱ-ին, ով տեղեկացված լինելով իր սոցիալական խնդիրների մասին անմիջապես կազմակերպել է լրագրողի հետ
հարցազրույցը։ ԱԽ-ն նաև նշել է, որ ավելի վաղ որպես դիտորդ մարտական հերթապահություն է ստանձնել Ջերմուկ զորամասի N մարտական դիրքում։ Մարտական հերթապահության օրերին գտնվել է սթափ վիճակում, նախաքննությունը շարունակվում է։ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչն այլ անձանց հետ ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով Շիրակի մարզի մի շարք ընտրողների տվել է ընտրակաշառք։ Դեպքի առթիվ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են վարույթային գործողություններ։ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդում է, որ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության Լոռու մարզեն վարչության ծառայողների հետ համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության Լոռու մարզի Վանաձոր քաղաքի գրասենյակի պատասխանատուն այլ անձանց հետ ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք։ Դեպքի առթիվ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձին, կատարվել են խոզարկություններ եւ վարույթային այլ գործողություններ։ Քրեական ոստիկանների բացահայտման արդյունքում հայտնաբերվել է 5 կիլոգրամ մարիխուանա, 2 անձ կալանավորվել է։ Երևան աշտարակ ճանապարհին իրավապահները հայտնաբերել են 44-ամյա տղամարդկանց, ձերբակալել եւ Toyota Corolla մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխել համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժին։ Տղամարդկանցից մեկի խոզարկությամբ հայտնաբերվել է մոտ 5 կիլոգրամ մարիխուանայով լցված պոլիէթիլենային տոպրակ, իսկ մյուսի մոտ նույն զանգվածով լցված փաթեթ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում երկուսի նկատմամբ էլ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Նրանք կալանավորվել եւ տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Կրակոցներ չմիացնում քրեական ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցներին եւ հանցագործության գործիք ինքնաձիգը։ Ոստիկանությունում ստացել էին օպերատիվ տեղեկություններ, որ այդ միջադեպին մասնակիցներից մեկն իր մոտ եղած ինքնաձիգից 30-ից ավելի կրակոցներ է արձակել Խաչատուր Աբովյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցի առաջին եւ երրորդ հարկերի պատուհանների, փողոցի վրա գործող դեղատան պատուհանի, դեղատան կողքին գտնվող բնակչի տան պատուհանի եւ դպրոցի հարևանությամբ գտնվող շինության պատերին։ Կրակոցի հետևանքով տուժածներ չկան։ Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են նաեւ 6-րդ մասնակցին, նաեւ հանցագործության գործիք ինքնաձիգը։ Ավելի վաղ վիճաբանություններ տեղի ունեցել թիվ 4 դպրոցի հարևանությամբ մի խումբ անձանց միջև, որը վերածվել էր ծեծկրտուքի։ Նշված դեպքի հետ կապված քրեական ոստիկանները բերման էին ենթարկել 5 հոգու՝ 49-ամյա Վարդան Սարգսյանին, 24-ամյա Հենրիկ Աթոյանին, 25-ամյա Հակոբ Հակոբյանին, 23-ամյա Էդգար Հակոբյանին եւ 28-ամյա Սամվել Ժամկոչյանին։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը նիստ է անցկացրել Իրանի հետ հնարավոր համաձայնագրի հարցով ուղղված հրադադարի երկարաձգմանը եւ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների առաջմղմանը։ Սպիտակ տան պաշտոնյան հաստատել է, որ ուրբաթ հրավիրված նիստն ավարտվել է, սակայն չի հայտնել արդյոք Թրամփը հավանություն է տվել առաջարկվող փաթեթին։ Լրատվամիջոցների հաղորդումների համաձայն համաձայնագրով նախատեսվում է ներկայիս հրադադարը երկարաձգել եւս 60 օրով, որոնց ընթացքում կշարունակվեն բանակցությունները Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։ Նիստից առաջ ԱՄՆ նախագահը իր Truth Social ցանցում գրել որ Իրանը պետք է հրաժարվի միջուկային զենքից, վերաբացի Հորմուզի նեղուցը, հեռացնի ծովային ականները եւ գործակցի Միացյալ Նահանգների ու ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ բարձր հարստացված ուրանի պաշարները վերացնելու ուղղությամբ։ Թրամփը նաև նշել է, որ ըստ համաձայնագրի Միացյալ Նահանգները վերացնելու է Իրանի ծովային շրջափակումը։ Պաշտոնական Թեհրանը առայժմ չի արձագանքել։ Ուկրաինական անօդաչու թռչող սարքերն էլ գրոհել են ռուսաստանյան Տագանրոգ քաղաքի ռազմական օդանավականը եւ ոչնչացրել 2 Tu-142 օդանավ եւ Իսկանդեր հրթիռային համալիր, հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու համակարգերի ուժերի հրամանատարը։ Ռուսական կողմը օդանավականի վրա հարձակման մասին չի հաղորդել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել է, որ մայիսի լույս 30-ի գիշերը երկրի տարածքում եւ բռնակցված Ղրիմում խոցվել է 127 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Այսօր ավելի վաղ հաղորդվել էր ուկրաինական անօդաչուների հարվածի հետևանքով Տագանրոգի նավահանգստում նավթատար նավի վրա եւ առելիքի պայստամասերում, ինչպես նաեւ վարչական շենքում բռնկված հրդեհների մասին։ Միջազգային նորությունները տեսաշարով։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հետաձգել է Իրանի հետ հնարավոր համաձայնագրի վերաբերյալ վերջնական որոշման ընդունումը։ Այս մասին գրում է The New York Times-ը։ Պարբերականի աղբյուրների փոխանցմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը Սպիտակ տանը շուրջ 2 ժամ տևած խորհրդակցություն է անցկացրել Իրանի հետ հրադադարի հնարավոր երկարաձգման եւ բանակցային գործընթացի շուրջ, սակայն հանդիպման ավարտին վերջնական որոշում չի կայացրել։ Հաղորդվում է, որ Վաշինգտոնում շարունակում են քննարկել թե դիվանագիտական, թե ռազմական տարբերակներ, մինչդեռ Իրանի շուրջ իրավիճակը մնում է անորոշ։
Իրանն ու Ղազախստանը պայմանավորվել են ստորագրել նոր երկկողմ համաձայնագիր համատեղ արդյունաբերական նախագծերի իրականացումն արագացնելու եւ կապալառուների ֆինանսական խնդիրները լուծելու նպատակով։ Այս մասին հայտնում է ՄԻՀՐ-ը։ Պայմանավորվածությունները ձեռք են բերել Իրանի արդյունաբերության, հանքերի եւ առևտրի նախարարի եւ Ղազախստանի արդյունաբերության եւ շինարարության նախարարի միջև կայացած հանդիպման ընթացքում։ Կողմերը նախատեսում են փոխըմբռնման հուշագիր ստորագրել համապատասխան գերատեսչությունների միջև գործակցության իրական հիմքը ամրապնդելու եւ համատեղ ծրագրերի մեկնարկն արագացնելու համար։ Բացի այդ, Թեհրանն ու Աստանան պայմանավորվել են մշակել մեխանիզմներ, որոնք կհեշտացնեն բանկային երաշխիքների տրամադրումը համատեղ նախագծերի համար եւ կաջակցեն արդյունաբերական ոլորտում գործող ընկերություններին։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան աջակցելու է Ռումինիային օդային պաշտպանության կարողությունների ամրապնդման հարցում։ Մեր զինվորական անձնակազմը եւ մասնագետները կաշխատեն օդային պաշտպանությունն ամրապնդելու ուղղությամբ, հայտարարել է Ուկրաինայի նախագահը։ Զելենսկին այլ մանրամասներ չի ներկայացրել գործակցության ձևաչափի կամ նախատեսվող միջոցառումների վերաբերյալ։ Վրաստանի իշխանություններն առաջին անգամ հանրությանն ու միջազգային փորձագետներին են ներկայացրել Իոսիֆ Ստալինի գաղտնի գինու մառանը, որտեղ տասնամյակներ շարունակ պահվել է շուրջ 40,000 շիշ հազվագյուտ եւ պատմական արժեք ունեցող գինի։ Ըստ պատմական տվյալների, հավաքածուում ներառված են նաեւ ֆրանսիական Բորդոյի հայտնի գինեգործական տների արտադրանքներ, որոնց մեծ մասը թվագրվում է 19-րդ դարի սկզբով։ Հաղորդվում է, որ հավաքածուի զգալի մասը նախկինում պատկանել է ռուսական կայսերական ընտանիքին, սակայն 1917 թվականի հեղափոխությունից հետո թագավորական մառանները բռնագրավվել են, իսկ հետագայում տեղափոխվել Թբիլիսիում գտնվող գաղտնի պահեստներ։ Հավաքածուն հետագայում համալրվել է նաև վրացական բարձրարժեք հնեցված գինիներով։ Reuters-ի փոխանցմամբ Վրաստանի կառավարությունը նախատեսում է հավաքածուի մեծ մասը հանել միջազգային աճուրդի։ Վաճառքից ստացված միջոցները նախատեսվում է ուղղել երկրում գինեգործական մասնագիտացված դպրոցի ստեղծմանը։ Շարունակում ենք թողարկումը ջերմուկը կրկին դարձել է համաշխարհային շախմատի կենտրոն, այստեղ մեկնարկել է Ստեփան Ավագյանի հուշամրցաշարը, որն արդեն վաղուց դարձել է հայկական շախմատի այցեքարտերից մեկը։ Առողջարանային քաղաքը հյուրընկալել է աշխարհի ուժեղագույն գրոսմայստերներին։ Ջերմուկը կրկին դարձել է համաշխարհային շախմատի կենտրոն, Հայաստանի ամենագեղեցիկ առողջարանային քաղաքներից մեկում մեկնարկել է Ստեփան Ավագյանի հուշամրցաշարը, իր շուրջը համախմբելով միջազգային բարձրակարգ գրոսմայստերների, շախմատի սիրահարների եւ հյուրերի աշխարհի տարբեր երկրներից։ Մրցաշարը մեկնարկեց պատմական ակնարկով եւ յուրահատուկ բեմադրությամբ, որտեղ շախմատային խաղաքարերը կենթանացել էին բեմում, ներկայացնելով մտքի խաղի գեղեցկությունն ու ուժը։ Այս հեղինակավոր մրցաշարը կրում է հայկական շախմատի զարգացման գործում մեծ ավանդ ունեցած Ստեփան Ավագյանի անունը։ Դեռևս 2005 թվականին Ստեփան Ավագյանի եւ միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպոտյանի նախաձեռնությամբ ջերմուկում անցկացվեց առաջին միջազգային մանկապատանեկան մրցաշարը, որը տարիների ընթացքում դարձավ շախմատային կարևոր հարթակ։ 20 թվականից սկսած տարեկան անցկացվում է երկու մրցաշար, մեկը մանկապատանեկան, որը այս տարի ունեցել է մինչև 500 մասնակից, եւ երկրորդը միջազգային նման ֆորմատի շատ ուժեղ մրցաշար, որը որ արդեն շախմատային օրացույցում համարվում է լավագույններից մեկը աշխարհում։ Ժամանակի ընթացքում մրցաշարի ձևաչափը փոխվեց, վերածվելով ուժեղագույն գրոսմայստերների մասնակցությամբ հեղինակավոր միջազգային մրցաշարի, որն այսօր արդեն ճանաչում ունի ամբողջ շախմատային աշխարհում։ Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Լիդիան Արմենիային, որ իրենց նախաձեռնությամբ միացան այս մեր մրցաշարին, ինչը ինքնին տալիս է ել ավելի մեծ հնարավորություններ նման մրցաշարերը ավելի լավ լուսաբանելու, ավելի հանրահայտ դարձնելու։ Այս տարի մրցաշարին մասնակցում են Հնդկաստանի, Միացյալ Նահանգների, Գերմանիայի, Ռուսաստանի, Լեհաստանի եւ Հայաստանի ուժեղագույն գրոսմայստերները։ Բոլոր շախմատիստների հետ ծանոթ եմ, բոլոր շատ ուժեղ շախմատիստներ են, կարելի ասել բոլորի հետ էլ խաղացել եմ։ Դե հույս ունեմ լավագույնս մասնակցել մրցաշարին եւ կփորձեմ առավելագույն ուժերից չափով ներկայանալ։ Գրոսմայստերներն արդեն իսկ նշում են, մրցաշարը խոստանում է լինել չափազանց լարված ու անկանխատեսելի։ Սպասվում են բարդ դիրքային պայքարներ, խորը հաշվարկներ եւ բարձրակարգ պարտիաներ։ Այստեղ խաղացողները շատ ուժեղ են, բոլորը 2600 վարկանիշից բարձր են ու խաղերը կլինեն ինձ թվում երկար ու լավ պայքարներ։
Մրցաշարն անցկացվում է շրջանային ձևաչափով 10 մասնակիցների եւ 9 խաղափուլի մասնակցությամբ FIDE-ի կանոնակարգին համապատասխան։ Մրցանակային ֆոնդը կազմում է ավելի քան 10 միլիոն դրամ, $26,000։ Արդեն 20 տարի է մենք անցկացնում ենք ջերմուկ միջազգային մրցաշարը մանկապատանեկան եւ ինչ խոսք այդ բարձրակարգ այս մրցաշարը, որը համարվում է աշխարհի լավագույն մրցաշարերից մեկը, որտեղ ներկայ են լինում աշխարհի լավագույն երիտասարդ ուժեղագույն գրոսմայստերներ, որոնք աշխարհի 10 ուժեղագույնների մեջ նույնպես ընդգրկված են լինում։ Մրցաշարի շնորհիվ ջերմուկը դառնում է շախմատային քաղաք, միջազգային մտավոր սպորտի կարևոր կենտրոն։ Այսպիսի միջոցառումները նոր հնարավորություններ են բացում քաղաքի զբոսաշրջային զարգացման, միջազգային ճանաչելիության եւ տնտեսական ակտիվության համար։ Սա 17 կարգի մրցաշար է, դա համարվում է աշխարհի լավագույն մրցաշարերից մեկը եւ այդքան շատ չեն աշխարհում այդքան բարձր կարգի մասնակիցներ։ Մրցաշարի անցկացման գործում կարևոր դեր ունի գլխավոր հովանավոր Լիդիան Արմենիա ընկերությունը, որը տարիներ շարունակ իրականացնում է տարբեր սոցիալական եւ համայնքային ծրագրեր։ Ընկերության աջակցությամբ մրցաշարն ընդլայնում է իր աշխարհագրությունն ու հեղինակությունը։ Քանի որ Լիդիան Արմենիան նպաստում է շրջակա համայնքների կրթությանը եւ սպորտի զարգացմանը, սա նաև մեկ առիթ էր համագործակցելու շախմատի աշխարհում շատ կարևոր մի միջոցառմանը։ Մենք նաև Ստեփան Ավագյան միջազգային մրցաշարի շրջանակներում հունիսի 1-ին Ամուրսարի շրջակա համայնքների երեխաների մրցաշար ենք անցկացնելու այստեղ։ Առաջիկա օրերին ջերմուկում սպասվում են թեժ մրցումներ, հիշարժան հաղթանակներ եւ նոր շախմատային պատմություններ։ Աշխարհի ուժեղագույն գրոսմայստերները պայքարում են հաղթանակի համար, իսկ թե ում կժպտա բախտը եւ ով կարժանանա լավագույնի կոչմանն ու մրցանակին, ցույց կտա համառ պայքարը։ Լուսինե Գրիգորյան, Արմեն Բոյաջյան, Free News, Ազատ լուրեր։ Այսքան այժմի համար ցտեսություն։